Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, նիստի աշխատանքներին հետևող հայրենակիցներ։ Հարցեր են հնչում, թե ինչու է ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը կայացրել այդ խորիմաստ որոշումը ստանձնելու խմբակցության կողմից եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավարումը։ Քիչ առաջ նաեւ ներկայացվեց, թե ինչ կարծիք է հայտնել այդ կապակցությամբ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Այն, որ Սամվել Կարապետյանի ասածները կարող են որոշ մարդիկ չհասկանալ, դա ունի օբյեկտիվ պատճառներ։ Բայց այն, թե ինչու է կայացրել որոշում Նարեկ Կարապետյանի կողմից, դա էլ ունի օբյեկտիվ հիմնավորումներ։ Որովհետև ուժեղ Հայաստանը արժևորում է աշխարհաքաղաքական բոլոր ուղղությունների, այդ թվում եվրոպական ուղղության հետ հարաբերությունները։ Արժևորում է այն աստիճան, որ փորձում է այն դուրս բերել քաղաքական արկածախնդրության, անլրջության եւ ինչպես ասում են տրոլինգների տիրույթից եւ դրան հաղորդել լուրջ կառուցվածքային եւ կազմակերպական որակ։ Որոշ մարդկանց մոտ տպավորվել էր Նարեկ Կարապետյանի այն խոսքը, որ եվրոպական ուղղության հետ հարաբերություններում կա գովազդային բաղադրիչ եւ ֆունկցիոնալ բաղադրիչ։ Այո, գովազդային հարթությունում կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Եթե նայենք լուսանկարներին, տեսանյութերին, բարբերաբար կատարվող այցելություններին, իրար ցուցադրվող սրտիկներին, եւ ինչու՞ չէ նաեւ կախարդական 7 ծիրանից պատրաստված ծիրանի ջեմին, ապա կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Իսկ երբ որ գալիս ենք այն հարթություն, որտեղ կայացվում են լուրջ որոշումներ, ոնց որ թե ամեն ինչ անլուրջ է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի եվրոպական համագործակցությունը նոր է սկսվում։ Եվրոպական համագործակցությունը դա միայն եվրոպական միությունը չէ, գոյություն են համաեվրոպական բազմաթիվ կազմակերպություններ։ Օրինակ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը եղել է դեռևս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում 1992 թվականին։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 92 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում։ Իդեպ չունենալով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ, մինչ օրս եւ այդ պահից ունենք կանոնավոր ստացիոնար դիվանագիտական ներկայացություն Թուրքիայում։ Եվրոպայի խորհրդին Հայաստանը անդամակցել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում։ ՍԵՊԱ-ի հետ համաձայնագիրը կնքվել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում։ Հիմա գանք Եվրոպայի խորհրդին, համաեվրոպական ամենաֆունդամենտալ քաղաքական կազմակերպություններից մեկին, որը խարսված է մարդու իրավունքների, իրական ժողովրդավարության եւ օրենքի գերակայության արժեհամակարգի վրա։ Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել է Ադրբեջանի հետ միաժամանակ եւ չնայած որ Ադրբեջանի այս արժեքային տարբերությունները Հայաստանից այդ պահի դրությամբ անհամեմատ էին, որոշում կայացվեց երկու երկրների միաժամանակի անդամակցությունը պայմանով, որպիսի Լեռնային Ղարաբաղի խնդիրը այդ երկրները լուծեն բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Դա նախապայման էր եւ Հայաստանի եւ Ադրբեջանի Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար։ Անկախ դրանից Արցախի նկատմամբ ադմինիստրատիվ հսկողությունը հայկական կողմից է թե Ադրբեջանի, բոլոր ժամանակներում Արցախը եղել է Եվրոպայի խորհրդի տարածք։ Եվ ինչ է տեղի ունեցել 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի տարածքում հրահրված պատերազմ, Արցախի ժողովրդի ցեղասպանություն եւ բռնի տեղահանություն։ Ես ուզում եմ հասկանալ, սա տեղավորվում է արդյոք մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հետ։ Ոչ։ Իսկ հայկական կողմը, հայկական դիվանագիտությունը ինչ ջանքեր է գործադրել ադրբեջանական այդ հանցագործությանը եվրոպական արժեհամակարգի տեսանկյունից պատասխան տալու համար։ Մենք հուսով եմ կլսենք երբևէ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարի նույն ինքը հայ-թուրքական գործընթացում հայկական կողմից ապօրինի կերպով բանակցողի հաշվետվությունը ազգային ժողովին։ Եվրոպական միություն։ Այդ կազմակերպության հետ Հայաստանը համագործակցել է բոլոր ժամանակներում։ Չի եղել մեկ ծրագիր, թեկուզ մեկ ծրագիր, որ Եվրոպական միություն առաջարկի Հայաստանին
եւ Հայաստանը մերժի կամ վերապահումներ ունենա դրա նկատմամբ։ 10-ի ծրագրերով, Արևելյան գործընկերության ծրագրերով, Եվրոպական միության այլ ծրագրերով բարեփոխումների է ենթարկվել ամբողջ ժամանակաշրջանում մեր կրթական համակարգը, արդարադատության համակարգը, հանրային կառավարման համակարգը, տեղական ինքնակառավարման համակարգը, ներդրվել են հակակոռուպցիոն բոլոր ինստիտուտները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Բոլոնիայի գործընթաց եւ այլն։ Այդ ամենը Եվրոպական միության հետ մեր համագործակցության արդյունքներ։ Իսկ այդ համագործակցությունը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ամրագրվել է ինստիտուցիոնալ ամենաբարձր մակարդակում, ՍԵՊԱ-ի համաձայնագրում։ Իդեպ ասեմ, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը նման որակի եւ խորության ինստիտուցիոնալ համագործակցություն ունեցել Եվրոպական միության հետ։ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը վավերացվել եւ ուժի մեջ է մտել արդեն այս իշխանության ժամանակաշրջանում։ Իսկ ինչ է արել այս իշխանությունը այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար, որը իրական եվրոպական ինտեգրացիան է։ Գրեթե ոչինչ։ Այդ որ հիմա խոսում են վիզաների ազատականացման, կեսաչափական տվյալների եւ անձնագրերի ներդրման մասին, կարծես թե նոր է արվում այդ ամեն ինչը։ Լեհական ՊԵՎ ընկերությունը մինչև 18 թիվն է ներդրել Հայաստանում այդ համակարգը, տպագրում եւ հայկական կողմին էր տրամադրում կեսաչափական անձնագրերը, որ 19 թվականին դուք չեղարկել եք։ Իսկ հիմա վիզաների ազատականացման գործընթացի բանակցության արդյունքը այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել, տուրքը ավելացել, իսկ Հայաստանի քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից, որովհետև այդ գործընթացի կարևոր բաղադրիչը ոչ օրինական կարգավիճակ ունեցող քաղաքացիների հետ ընդունումն է, ինչը Հայաստանը վաղուց սկսել է իրականացնել։ Այս ձևով եք դուք ուզում մեզ ներկայացնեք իբր ձեր եվրոպական ինտեգրացիան, այդպիսի ինտեգրացիա չի լինում։ Եվրոպական քանի երկրների ղեկավարներ էին եկել մայիսի 4-ին Հայաստան, նկարվում, սրտիկներ ցուցադրում միմյանց։ Մի հատ հարցեք նրանցից որևէ մեկին, քանի եվրոպական վերազգային ընկերություններ են այս 8 տարիների ընթացքում ներդրումներ կատարել Հայաստանում։ Ես դրանցից ոչ մեկին չեմ հիշում։ Արդյոք ավելացել է Հայաստանից Եվրոպական միություն հայկական ապրանքների արտահանումը։ Դա չէր կարող լինել, որովհետև այս իշխանության օրոք վերացվեց GSP+ առևտրային ռեժիմը, որը հիմա քաղաքական պատճառներով վերականգնելը համարում են ձեռքբերում, փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում։ Բայց այդ ռեժիմը գոյություն ուներ վաղուց եւ հայկական 7000 մոտավորապես անվանում ապրանքներ, ինչպես նաեւ ծառայություններ առանց մաքսատուրքերի արտահանվում էին Եվրոպական միություն։ Ես էլ չեմ խոսում քաղաքական համագործակցության մասին, որը բարձրացված էր շատ բարձր մակարդակի։ Իսկ հիմա մենակ խոսքեր, հաճախոսություններ եւ ուրիշ ոչինչ։ Այսպես եվրոպական պետություն չի կառուցվում։ Եվրոպական պետություն կառուցելու համար լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել։ Իսկ այդ մոտեցումը դահլիճի այս հատվածից, հատկապես դրա առաջի շարքերից հնարավոր չի ակնկալել։ Եվրոպական համագործակցություն հնարավոր է դահլիճի այս հատվածից եւ հատկապես դրա առաջի շարքերից։ Բայց ամենաառաջինը անհրաժեշտ է փոփոխություն դահլիճի այն հատվածի առաջի շարքից, որը դեռևս դատարկ է։ Եվ մենք հույս ունենք, որ այդ շարքի առաջին աթոռը ի վերջո կզբաղեցնի ազգային բարերար Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Եվ այդ դեպքում է հնարավոր, որ Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որ այլևս ազատ խոսքի համար բռնությունների չենթարկվեն, շուկայում ձմերուկ վաճառողից սկսած մինչև քաղաքական առաջնորդներ, որ դատարանները կայացնեն արդար եւ արդյունավետ արդարադատության շահերից բխող որոշումներ, որ լրատվամիջոցները ազատ գործունեություն ծավալեն եւ չունենան անհանգստություն փակվելու վերաբերյալ, որ քաղաքացիները չլինեն տոտալ վերահսկողության տակ, որ ընտրված քաղաքապետերը չգնդակահարվեն կամ ձերբակալվեն։ Այդպիսին է մեր իրականությունը։ Այդպիսի արժեքներով Եվրոպայի խորհրդի անդամ եւս մեկ պետություն կա, Ադրբեջանի Հանրապետություն։ Եվ ես կարծում եմ, որ մենք այդ ձգտումներից պետք է տեղափոխվենք
եվրոպական ձգտումներ, ունենալով աշխարհաքաղաքական գլխավոր կենտրոնը՝ Երևանը։ Քանի որ